Հոգևոր կյանքը ենթադրում է միշտ և առավել ճիշտ աղոթել։ Աղոթքը պարտադիր է բոլոր իրավիճակներում, և նեղության և լիության մեջ։ Աղոթքը մարդու խոսքն է ուղղված Տիրոջը։ Աղոթքը նաև զրույց է Տիրոջ հետ։ Աղոթքի մասին խոսում են Սուրբ Գիրքը, մեկնիչ հայրերը, եկեղեցու վարդապետները։ Պարզ մահկանացուները ևս ունեն իրենց պատկերացումներն աղոթքի մասին։ Մեկի համար աղոթքն օրվա կամ ժամանակի ամենակարևոր բաղադրիչն է, մեկի համար աղոթքն ինչ է որ։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Աղոթքն Աստծո ծարավի և մարդու ծարավի հանդիպումն է»։ Նույն Սուրբը համոզված է. նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել։ Աղոթքը ժամանակ ու տարածություն չի ճանաչում, ինչպես նաև չկա որևէ հանգամանք, որը կարող է խանգարել աղոթքին։ Աղոթք ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք հաղորդակցում Աստծո հետ։ Այսինքն Աստծո հետ հաղորդակցվելու կերպերից մեկն է։ Վերջապես մենք բանական էակներ ենք։ Աստված մեզ բանականություն է տվել։ Աստված ինքը բանական է և մեզ էլ արարել է բանական։ Մարդ հարաբերության մեջ շատ միջոցներով կարող ենք հաղորդ լինել միմյանց, բայց մեր հիմնական հաղորդակցման միջոցը լեզուն է, բանականությունն է։ Ունենք զգացմունքային հաղորդակցություն նաև։ Բայց հիմնականում մենք բանականության հաղորդակցումը կարծես թե մնայուն է և սրա արդյունքում ենք փոխանցում շատ բաներ։ Մանավանդ տեղեկություն։ Աչքի օրինակով մի հատ բերեմ, չնայած որ օրինակը լսված օրինակ է, առողջ աչք ունենք տեսնող, բայց եթե ես աչքս փակում եմ, ինքը առողջ լինելով հանդերձ խավար է չի տեսնում։ Արտաքին լույսի հետ ինքը հաղորդ չէ։ Այսինքն իր տեսողականությունը միայն արտաքին լույսի հետ հաղորդ լինելով։ Այդպես իմ մտքի տեսողականությունը, բանականությունը։ Ես առողջ բանականություն ունեցող մարդ եմ, արարած եմ, բայց իմ բանականությունը անպայման պետք է հաղորդ լինի արարչական բանականության հետ։ Այս հաղորդակցման արդյունքում ինքը դառնում է մտքի իմաստով տեսնող միտք, ընկալող, պատկերացնող, տրամաբանող և նկատելի է դառնում, հասկանալի է դառնում, ընկալել է դառնում այն, ինչը որ իմ համար անընկալելի կլիներ, եթե ես Աստծո բանականության հետ հաղորդ չլինեի։ Իսկ քանի որ ես արարված եմ ոչ թե պատահական, այլ արարչական նպատակով։ Իսկ արարչական նպատակը ինձ բացահայտել է, թե ինքնձ ինչի արարել։ Ես այդ նպատակին համապատասխանելու համար անընդհատ զարգացում պետք է ապրեմ։ Եթե գնում եմ դեպի Աստված, առանց զարգանալու հնարավոր չէ։ Եվ զարգացումը չպետք է լինի սահմանափակված երկրային, աշխարհային ինչ-որ բանի մեջ։ Դա հոգևոր մարդու կերտվածքի անընդհատ լցումն է։ Ինչպես որ այսպես ասեմ, երեխան մոր որովայնում զարգանում է, այս ասելով մենք հասկանում ենք, որ երեխան մոր որովայնում ձեռք է բերում այն հնարավորությունները, որով ինքը շարունակելու է կյանքը որովայնից դուրս։ Ես հիմա զարգացումը այս աշխարհում այդպես եմ հասկանում։ Զարգանում է այն մարդը, ով կարողանում է ձեռք բերել այն կերտվածքը, որ դրանով ինքը շարունակելու է, երբ որ աշխարհային ժամանակը վերջացավ։ Այսինքն ներկայում, ինչպես Տերն ասում է Ավետարանի մեջ, դուք նախ երկնքի առկայությունը փնտրեք եւ Աստծո արդարությունը, իսկ այս աշխարհում, այսինքն իմ կենցաղավարության ձեռքբերման նպատակը իր այդ է։ Դրա վրա կենտրոնացած ես պետք է սկսեմ դրսևորել։ Իսկ սա հնարավոր չէ առանց Աստծո բանականության հետ, իմ բանականության հաղորդակցման։ Եվ ինչքան ինքը հարատև է, այնքան բերում է Աստծո ինֆորմացիան, տեղեկությունը, եւ քանի որ խոսքը մեր մարդկային խոսքը ինչ որ այսպես խորհրդավոր ձևով տարբերվում է Աստծո խոսքից, որտեղ Աստծո խոսքը նաեւ անձ է արդեն, հա։ Այսինքն Աստծո խոսքը միայն բանավորություն չէ, Աստծո խոսքը արդեն շոշափելիություն է նաեւ։ Այդ խոսքի հետ հաղորդ վիճակը կոչվում է աղոթք։ Եվ դրա մեջ այո պետք է որ մենք մնանք շատ երկար։ Եվ սա, իմիջիայլոց ասեմ,
չպետք է սահմանափակվի բանավորի մեջ։ Տեր Փավստոսի համար աղոթքը չի սահմանափակվում բառերով, խոսքով։ Աղոթքի տարբեր դրսևորումներ կան, որոնք արտահայտվում են ամենահետաքրքիր երևակայությամբ, մտքի թռիչքով ու ձեռքի արարով։ Աղոթքը կարող է լինել նաև նկարով, երաժշտությամբ, աղոթքը կարող է լինել շինարարությամբ, ճարտարապետությամբ։ Աղոթքը կարող է լինել մարդ հարաբերության մեջ, դրսևորման մեջ։ Այսինքն իմ ու Աստծո հաղորդ լինելը պետք է արտահայտվի իմ եւ քո հաղորդ լինելուն։ Եթե իմ ու քո հաղորդը չի համապատասխանում իմ եւ Աստծո հաղորդ լինելուն, ուրեմն ես Աստծո հետ ճիշտ հաղորդ չեմ։ Հիմա տեսեք, եկեղեցու ծոցում նույնիսկ տերունական աղոթքը, այնտեղ աշակերտները խնդրեցին, ասեցին, մեզ աղոթել սովորեցրու։ Եվ տերունական աղոթքը հնչեց, բայց խո դրանով չսահմանափակվեց։ Կամ տերունական աղոթքը արտասանելուց հետո արտասանողը Հիսուսն էր, Տերն էր։ Տերը երբեմն առանձնանում էր աղոթքի։ Լավ, սա հասկանում ենք։ Իսկ երբևէ իր կյանքը ինչ որ մի հատվածում աղոթքից զուրկ էր, չէ։ Այսինքն աղոթքը չպետք է սահմանափակենք բանավոր զրույցի մեջ միայն, բայց բանավոր զրույց տեսակ աղոթքը ինքը շատ հաճախակիորեն պետք է լինի, որովհետև այդ բանավոր զրույց աղոթքը Աստծո հետ դեմ արդեմ զրուցելը դա այն հնարավորությունը, որտեղ ես ասում եմ իմ ասելիքը։ Ես իմ արարիչին, իմ հորը, իմ Աստծուն ներկայացնում եմ իմ միտքն ու մտածումը։ Սուրբ գրքով Աստված է խոսում ինձ հետ։ Եթե Աստված կամեցել է, որ մենք երկու այսպես զրուցակիցներ լինենք, ուրեմն եթե Աստված խոսացող, ինձ հետ խոսացող անձ է, ապա իրեն հաճելի է, որ ես էլ իր այդ խոսացողը դառնամ, ինչպես ծնողները զավակների հետ։ Շատ հաճախ, երբ որ մեր զավակները ինչ-որ ժամանակ սկսում են իրանց առօրյայով տարվել, ինչ իմանամ քննություններ են, նույնություններ են, աշխարհի տարբեր բաներ են, սկսում են տարվել եւ մեր հետ քիչ են զրուցում, մենք մտահոգվում ենք արդեն։ Կարող է մենք հասկանանք ինչ է կատարվում իր հետ, բայց ինքը իրեն բացահայտել պետք է գիտենա։ Այն իրեն որ ես հասկանում եմ, այո, լավ է, ճիշտ է, բայց շատ կուզեմ, որ ինքը իրեն բացել գիտենա, որովհետև դրանով ինքը ճիշտ հարաբերություն է ձևավորում։ Աղոթքով մարդը բացվում է Աստծո առաջ։ Մարդն իր մտածումներով, խնդրանքներով, նույնիսկ գործերով պրոյեկտվում, արտապատկերվում է իր աղոթքներում, որն անմիջապես տեսնում եւ զգում է Տերը։ Աղոթքը հաճախ նույնացվում է Տիրոջ մասին հիշողության հետ։ Մարդը քայլում է, նստում է, ուտում է եւ միաժամանակ մտածում է Տիրոջ մասին։ Սա նույնպես աղոթք է, ասում են եկեղեցու հայրերը, եւ սա նույնպես տեսնում եւ զգում է Տերը, եւ սա արդեն շատ հաճելի է Տիրոջը։ Աղոթքով այսպես մենք բացվում ենք Աստծուն։ Չնայած որ ինքը մեզ գիտի, ամեն ինչով գիտի, բայց ինքը ուզում է որ մենք բացվել գիտենանք, որովհետեւ երբ որ մենք բացվում ենք, այն մեր բացվելու ընթացքում ինքը բացահայտում է, թերի բացվեցիր, աղոթեցիր քո կարիքի համար, բայց քո ընկերոջ համար ուր չես աղոթում։ Աղոթքը որևէ պահի չպետք է բացակայի մարդու մոտ, ոչ մի վարքյան չպետք է ընդհատվի մարդու անմիջական զրույցն Աստծո հետ։ Անձանձիր հարատև աղոթքով ստացած օրհնությունը չպետք է դադար առնի ոչ մի կերպ, եւ եսակենտրոն աղոթքը հոգևոր հասունության զուգահեռ պետք է տեղի տա։ Աստծուն հաճելի է մարդն աղոթեց, բացվեց իր առաջ, բայց որքան հաճելի է, երբ մարդը չի մոռանում նաև մերձավորին, ընկերոջը, նույնիսկ թշնամուն, որին սիրելու եւ որի համար աղոթելու պատգամ տալիս է Տերը։ Ընդհանրական ժամերգությունները, որ մենք ունենք, աղոթները, սրանք միասնական աղոթներ են, չէ՞։ Շատ հաճախ մեր հավատացյալները հարցնում անպայման է, որ մենք ժամերգությանը ներկա լինենք։ Ասում եմ, ժամերգությանը ներկա լինի, եթե մեխանիկորեն պետք է ներկա լինես։ Շատ բան չի փոխվում, բայց մի շատ կարևոր բան կա։ Երբ որ դու առանցին քո սրտավուխ աղոթքն ես արտասանում, որ երբեմն պատահում է, որ դու այնքան այսպես զգացմունքային դրա մեջ տեղավորված ես, քեզ թվում է, որ ամենալսելի վիճակն է քո, որովհետև ամբողջությամբ անջատվել ես աշխարհից եւ քո աղոթքի թեման բովանդակություն այսպես տալիս ես Աստծուն, լսում ես, եւ դու համոզված ես, որ լավ աղոթեցիր, բայց դու այդ ժամանակ մոռացել ես ճանապարհորդների համար աղոթել։
Դու քո անձով պայմանավորված պահանջ չես դրել, իհարկե, հետո ինչ որ շատ ոգևորված ես դրել։ Կա այդպես անհատական մարդու սրտապուխ ինքնուրույն աղոթք, որ շատ կարևոր բան է, այո, բայց կա հավաքական աղոթք, որ շատ ավելի կարևոր բան է։ Եվ նույնիսկ պատահում է երբեմն մենք տեսնում ենք ժամերգության ժամանակ հավատացյալները առանցին աղոթագիրք ունեն եւ մենք ժամերգությունն ենք կատարում, իրենք իրենց աղոթագրքի աղոթն են կարդում։ Լավ է որ աղոթող ես, բայց արդյոք մեր Տերը չի ուզել որ մենք միասին լինենք։ Բայց ինչու ենք մենք հրավիրում եկեղեցում աղոթքի։ Եկեղեցին այդ խումբն է, չէ՞։ Եկեղեցին հավատացյալների միասնությունն է, բոլորս իրար միացած տարբեր բան խոսենք։ Այսինքն երբ որ մենք եկել ենք եկեղեցի, եկել ենք մեկ հավաքատեղ, բոլորս իրար հետ հավաքվել ենք, որովհետեւ բոլորս իրար հետ նույն խնդիրն արծարծենք։ Մեր կյանքում էլ մարդկային կյանքում էլ եթե ինչ որ հարց ունենք, համայնքապետին պետք է դիմենք, համայնքով հավաքվել ենք, եկել ենք։ Նույն խնդիրը եթե չասենք, հարցը չի լուծվի, կամ շատ դժվար պետք է լուծվի։ Կամ մենք համայնք չենք նկատվի։ Ուրեմն Աստված մեզ ուզում է տեսնել համայնք։ Տերունական աղոթքում Տերը մեզ սովորեցնում է աղոթել բոլորի համար, ըսած մեր հանապազորը տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց պարտապանած, եւ մի տանիր զմեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն։ Տերն ինքը մեկ կամ մի քանի հոգու համար չեկավ աշխարհ, այլ բոլորի փրկության համար։ Տերը եկավ եւ մեզ իր կյանքը բաշխելով մեզ հավաքեց իր կյանքի մեջ։ Քանի որ ինքը մեր Տերը, այսպես նվիրումն է ապահովում, մարդը պետք է լիներ իր արարիչին նվիրված տեսակ, մնայուն կերպով։ Դե պատարակ բառն է օգտագործում, դա զոհաբերումը նվիրումն է։ Մարդը պետք է կամովին ինքը լիներ պատարակ։ Եվ մարդը իր անձի ու անհատի վրա էր կենտրոնացած։ Իր անհատական դրությունը նախընտրեց եւ իր հոր համար նվիրումի կյանքը փոխեց։ Եվ Հիսուս եկավ դա վերականգնեց լիարժեք։ Եվ մեզ ասաց, որ մարդը պետք է լինի այսպեսին նվիրյալ տեսակ, եթե չէ, դու զրկվում ես։ Եվ եթե ես ուզում եմ, ուրեմն ես պիտի դառնամ հորը նվիրյալ զավակ միայն Հիսուսով։ Ուրեմն Հիսուսը սրան պատրաստ է իր անձը նվիրյալի իր կյանքը զուգահեռաբար պատրակի ժամանակ չէ, զուգահեռաբար ինքը նվիրում է հորը, բայց բաշխվում է ինձ։ Մեզ հավաքում է իր կյանք եւ դարձնում է նվիրյալների ջոկատ։ Սա հաղորդ վիճակն է։ Աստծուն հաղորդ լինելու վիճակ է նաեւ, չէ։ Սա ստանալու համար ես անպայմանորեն պետք է նաեւ խոսեմ Տիրոջ հետ։ Ես պիտի խոսեմ, որ ասեմ, ուզում եմ։ Աղոթք այս խոսելն է։ Հոգևոր կյանքը դժվարընթաց մի երթևեկություն է, որի ժամանակ ինչպես կարող են օժտվել օրհնություններով ու ձեռքբերումներով, այնպես էլ հիմնականում սուբյեկտիվ պատճառներով ենթարկվել վթարների ու սայթաքումների, բայց Աստծո խոսքը եւ մեծավ մասամբ աղոթքը կարող են մարդուն հետ պահել անցանկալի երևույթներից, եթե կա Աստծո ներկայությամբ ապրելու եւ գործելու փափագն ու ձգտումը։ Հիմա մեր հասարակությունը, մեր հավատացյալ ժողովուրդը մի քիչ ավելի ակտիվություն է ցուցաբերում, ուրախալի փաստ է, որ հետաքրքրություն կա։ Միայն թե մնում է մենք կարողանանք օգնել մեկս մյուսին, որ ոչ թե միայն հետաքրքրում թե դա ինչ է, կիրառենք, հետաքրքրվենք կիրառելու համար։ Շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ այդպես հետաքրքրված է։ Մի քիչ ավելի լավ լինի, որ շնորհակալ եմ Աստծուն, որ մեր ժողովրդին արթնացնում է։ Ես օրինակ այո ուրախանում եմ եւ իշքան նման բան նկատում ենք մենք հասկանում ենք որ Աստված հերթական անգամ իր սերն ու ողորմածությունն է հեղում մեր վրա ազգը արթնանալու եւ այն թեմաները որի մասին որ մենք խոսելու ենք խոսեցինք որոնք որ հետագայում են խոսելու տարբեր թե հոգեվորականներ են խոսելու թե նույնիսկ աշխարհականներ կարող են խոսել այսինքն իշքան անգամ հոգեվոր բնույթի թեմաներ է շոշափվում այդքան մենք ուրախանում ենք որ քիչ չափով թե շատ չափով միևնույն է մեր հասարակական կենցաղը հոգևոր ոլորտ է մտնում